մի առիթով նշել էիք, որ եւ ափսոսանք էիք հայտնել, որ երիտասարդները եկող սերունդը այդքան էլ լավ չի ճանաչում հայրենիքի, պետության գործում ներդրում ունեցող մեր գործիչներին, ինչ անել, որ իրավիճակ փոխվի այս առումով։ Պիտի անդադ խոսենք իրենց մասին, իրենց անունները պիտի հնչեն եւ ամենակարևորը, որ որևէ մեկս, եթե մենք ինքներս ենք, արժեքները փոխանցողը մենք ենք, այսինքն այդ ամեն ինչը փոխանցվում է ժառանգաբար, փոխանցվում է սերնդեսերունդ եւ եթե մենք ամեն մեկս որոշենք, որ եկեք չխոսենք, դե լավ, դրա ժամանակը չի, արդեն անցած է, արդեն հնամաշ է, արդեն դրա մասին որևէ մեկը չի խոսում կամ քիչ կարևոր է, կամ այլ արժեքներ ենք ներմուծում մեր առօրյա եւ մեր կենցաղ եւ մեր արժեքային համակարգի մեջ, ինքնստինքյան այդ ամեն կարևորը վերանում է, գնում է, բայց մենք պիտի հասկանանք, թե ինչ արժեքներ ենք ուզում թողնել մեր սերունդներին եւ դրանով պայմանավորված պիտի նաեւ այդ արժեքները կրողներին մենք կարողանանք փոխանցել իրական մարդկանց անուններ, իրական գաղափարներ, որոնք կանգնած են նաև ամուր մեր պետության հիմքում, պիտի կանգնած լինեն մեր պետության հիմքում։ Տիկին Նավասարդյան, կառանձնացնեք մի պատգամ, որ հենց այսօրեական է, Աշոտ Նավասարդյանի պատգամ, ուղերձ, որը հենց այսօրեական է, այս պահին համար է ասված։ Այ, բազում են, շատ բազում են, անկախության վերաբերյալ, ազգի վերաբերյալ, եւ ամենակարևորը, որ ասում եմ միայն պետություն ստեղծելով մենք չենք կարող մեր խնդիրները լուծված համարել, պիտի լինի նաեւ բնակչի խնդիրը, մենք կարողանանք ճիշտ քաղաքացի, ճիշտ երկրի նվիրյալ ձևավորել, ճիշտ, չգիտեմ, ապրող բնակիչ նվիրել, ստեղծել, արարել, կառուցել, չգիտեմ, ձևավորել, որ կարողանանք նաեւ այս երկիրը պահել, այլապես լավ բանի չենք հասնի։